Քրիստոսի անունով եկեսե արքայություն քո երեսին կամքո որպես ներքին սևերգրի ըսած մեր հանապասոր դուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թողունք մերոց պարտաբանած եւ մի տանիքս մեզ փորձություն այդ մրգյաց մեզ իչարեն Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն Զգորզս եղած մերոց ուրի արայնեսներ եւ զգորզս մնաց մերոց հաջողյանես ամեն Փորձելու եմ ներկայացնել իմ որոնումների արդյունքները, որը sense արդեն տեսք է ստացել եւ շուտով միտք ունեմ տպագրելու, որը վերաբերում է Խիթար Գոշի ժառանգության նորովի ուսումնասիրմանը եւ դրա շրջանակներում բնականաբար նաեւ դատավորի դերի հետ կապված, իսկ թվում է հետաքրքիր նաեւ նորություններ կարող եք լսել Եթե ձեր մեջ կան մարդիկ, որ հետաքրքրվել են Խիթար Գոշի ժառանգությամբ, նույնիսկ նրանց համար, որովհետև շատ բաներ կա, որ նոր հայացք է հին հարցերին։ Իրավունքի ուշանձանները ձեզ կարծում շատ ծանոթ են։ Ժողովական կանոններ։ Հայ եկեղեցին ունի ժողովական կանոնների կանոնախմբեր, ժողովածուներ, շատ իմանից սկսած, դեպի պատմավ եւ այլն, ասած 5-րդ դար, սուրբ հայերի կանոններ ունենք, հարաց հետևողված կանոնները շատ հետաքրքիր կանոններ, սուրբ Գրիգոր Լուսավորչի կանոնները, Հովան Բանագումի եւ այլն, 4-րդ դար, Լուսավորչի բանագայում, 5-րդ դար եւ այլն։ Վարչական բարեպաշտի կանոնական սահմանադրություն ունենք 5-րդ դար, որը որ շատ գործընկերներ համարում են սահմանադրության մի նախատիպ։ Սուրբ Հովան Օզնեցու ժողովածուն, որ այս բոլորը նաև հանրական եկեղեցու կանոնները մեկ գրքի մեջ է բոլորը։ Դավիթ Արարքան ողջու կանոնական սահմանադրությունը ունենք 11-րդ դար։ Բայց այնպես է ստացվել, որ ինչ շատ գործընկերներ, իրավաբաններ հենց Խիթար Գոշի իր դատաստանի կամ դատաստանագիրն է համարում հայ իրավաբանության մեկնագետը։ Ինչպես է մեկնագետ, եթե մենք դրանից առաջ ունենք այդքան արժեքավոր դեպքեր։ Շատ շատերը այդպես են ներկայացնում Խիթար Գոշի դատաստանը։ Ինչու են այդպես ներկայացնում։ Սկսենք դրանից։ Երբ դա կարճ էքսկուրս անցկացնենք Խիթար Գոշի կայքի եւ գործունեության հետ կապված երկրողներ ունենալը։ Նաեւ Գանձակում է ծնվել Արցախ աշխարհի հյուսիսային հատվածում կամ Առան կոչվող աշխարհում Քրիստոնյա ծնողների ընտանիքում 50-ականներին ուսում է ստացել Հովհաննես վարդապետ Փամուշեցու հետ, նա շրջագայում վարդապետ էր, ստացել է առաջին վարդապետական գավազանը եւ երկրորդ վարդապետական գավազանի հետևից մեկնում է Կիլիկիա Սև Լևան։ Վանքեր 1160-ականներին։ Կա տարբեր կարծիքներ, բայց առավել ուզում եմ նաեւ քարտեզի վրա տեսնենք, թե որտեղից որտեղ։ Տեսեք, այդտեղից գալիս է կանաչով են ցույց տալիս հանձակից դեպի Սև Լեռան վանքեր։ Եվ դա մեր Կիլիկյան իշխանության նույնիսկ հիմնական հատվածում ոչ էլ իշխանության մաս է կազմում։ Դուրս է եղել սահմանից։ Մենք էլի ասում ենք Կիլիկյան, բայց Կիլիկիայից վարչականորեն նույնիսկ դուրս են Սև Լեռան վանքերը, որտեղ որ ինչպես այսօրվա ատոսում, չէ՞, ուս խոսքով քաղաքական եկեղեցիների ուրեմն վանքերն են, նույնն էլ այստեղ է եղել, բայց ոչ միայն քաղաքական, այլև մեր եկեղեցու, նաև մեր քույր եկեղեցիների ասորական եկեղեցիական մի վայր է եղել, որտեղ իսկապես հնարավոր է եղել տարբեր ժողովուրդների հետ շփվել եւ տարբեր ժողովուրդների իրավունքը ուսումնասիրել։ Եվ հավանաբար հենց այստեղ է 60-ական թվականներին, որ հավաքել են նյութը, որը հետագայում դատաստանագրքի մաս է կազմել։ Հայ համայնքը, երբ որ մեկնում է տարբեր երկրներ, այդ թվում Լեհաստանում, այնտեղ թակավորը ասում է, որտեղ քաղաքը այդպիսին է միշտ։ Մարդկանց թողնում է իրենք իրենց օրենքով իրենց հետին հարցը։